եկեք ընդունենք այն, որ մենք եւ ենք, բայց միգուցե վերցնենք ամեն մեկից միայն լավը, օրինակ արևելքի մեջ կա շատ լավ բան, որը մենք ասելով թե արևմտյան ենք, այլևս չենք անում, հարգանքը մեծերի հանդեպ։ Արևելքում է, որ եթե տղամարդը, որը տարեց է եւ տարիքով եւ ավելի տարիքով է գոնե քան մյուսները, գոնե անգամ 1 տարով մտնում է, մյուսները վեր են կենում։ Քո դեսպանները մեծամասամբ գործ չեն անում արտերկրում, որպեսզի քո պետությունը եւ դրա շահերը առաջ տանեն եւ ցուցադրում են միայն մեկ օրինակ շոփինգի եւ երբ որ դու այդպես քեզ պահում ես տասնամյակներ շարունակ, երբ որ դու ամեն մեկին ասում ես, որ ունես ռեգիոնում ամենաուժեղ բանակը, բայց ինչով է դա չափելի, եթե մենք վերցնենք արևելքից օրինակ վատ երաժշտություն եւ միացնենք դա Նիվայի մեջ եւ փողոցներով կամ Լադայի մեջ դա զրացնենք, իսկ արևմուտքից վերցնենք այն, որ կարելի է միմյանց չհարգել եւ թքած ունենալու արվեստը վերցնենք, իդեպ արևմտյան մշակույթի մեջ դա համարվում է ամենաներքևի մակարդակը, միմյանց արհամարելը։ Մենք ասիական մշակույթ ենք, մեզ պետք չէ հեծանվով շրջագայող վարչապետ փողոցներում, մեզ պետք է դերվիշ, որը որ փոքր պարզ խոսակցություններ լսելով կփորձի հասկանալ այս ժողովրդի խնդիրները եւ հետո լուծի այդ խնդիրները եւ ոչ թե սկսի վիճաբանել ժողովրդի հետ։ Պարոն Աթանասյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեզ հյուր եք եկել այսօր։ Պարոն Աթանասյան, այ մի հետաքրքիր հարց նկատառում։ Օրինակ վերջերս չէ, բայց տևական ժամանակ է արդեն շատ եմ նկատում, որ բևեռացումը մեր հասարակության մեջ չափազանց շատ է եւ այդ բևեռացումը հիմնականում եկել է քաղաքական հայացքներից ելնելով, այդ բևեռացումը որքան է ազդում այսօր ընտանիքների վրա եւ ընկերական հարաբերությունների ձեր կարծիքով։ Ինչպիսին է տոկոսային հարաբերակցությունը, այսպես ասեմ։ Շատ հետաքրքիր երկու երևույթ կա։ Առաջինն այն է, որ մենք միա կարծիքի երբեք չէինք եւ համախոհներ չէինք։ Հայկականության մեջ միշտ եղել են տարբերություններ, որոնք կոնֆլիկտային բնույթ են կրել եւ սա մեր ամենամեծ ներքին խնդիրն է, երբ որ մենք անուն դնելով միմյանց փորձել ենք արհեստականորեն տարբերակիչ գծեր դնել եւ դրանով ցույց տալ մեր ավելի լավ լինելը, սա փակ մշակույթների բնորոշ հատկություն է, երբ որ դու արտաքին իմաստով մրցակցության մեջ ես գտնվում, տվյալ դեպքում հարևանների մեղքով փակ սահմանների պայմաններում առնետների գիտափորձ կա, երբ որ առնետներին փակել են մի տուփի մեջ, որից հետո իրենք սկսեցին միմյանց ուտել, չնայած նույնն են։ Հայը հային կերել է, ուտում է իրար եւ ինչու, որովհետեւ չի կարող մյուսներին ուտել, փակ է սահմանը եւ ուտել նկատն է մրցել, համեմատվել, գերիշխել միգուցե։ Սպորտը օրինակ լավ դեպք է եւ ոլորտ, որտեղ որ մենք կարողացել ենք անգամ տնտեսական եւ քաղաքական փակ սահմանների մեջ ցուցադրել, որ մենք հաղթող ենք, որովհետեւ սպորտը ապաքաղաքականացված երևույթ է։ Բայց այլ ոլորտներ ստեղծել են այդ առնետների պատմությունը եւ մենք միմյանց կերել ենք շատ վաղուց, մշտապես այդ հակասությունը ներքին մարզային սկզբունքով։ Ես նկատեմ ամեն ինչ քննարկում ենք արհեստական է, բնականաբար։ Արհեստական տարբերակում ենք դրել, որպեսզի մրցենք եւ ցուցադրենք մեզ ինչ որ մեկի հետ համեմատ, բայց յուրայինների հետ փորձելով համեմատվել, քանդում ես ամբողջականությունը դրանով։ Քանդում ես այդ ամբողջական եսը եւ մենք այո համախոհներ չէինք, ցավոք հակառակ դեպքում իսկապես ավելի ուժեղ պետություն կունենայինք։ Բայց այսօր այդ հակասությունները դուրս եկան ջրի երես ուղիղ իմաստով, համացանցը ջրի երեսն է եւ համացանցում ցավոք սրտի տեսնում ես այն ինչ խորքային իմաստով միշտ եղել է, տեսնում ենք, որ սա շատ հարցերի վերջն է իրականում, այդպես չի կարող ժողովուրդ լինել եւ մենք ինքներս պիտի այդ հարցը կարգավորենք։ Իսկ համախմբված հասարակությունների օրինակներ կան, հետաքրքիր է։ Հա, իհարկե, եւ նույն Միացյալ Նահանգները իդեալական օրինակ է, երբ որ բոլոր ազգերի եւ նաեւ այնպիսի ժողովուրդների միասնություն է, ում մասին չէինք պատկերացնի,
խառը ամուսնություններ եւ այլն, եւ այդ պետությունը կարողացել է այդ ամեն ինչից բարձր եւ վեր դնել ամերիկացի լինելու պրեստիժը, ցանկությունը, եւ այո, դրա համար շատ-շատերը իրենց էթնիկությունը երկրորդ տեղում են դնում, նաեւ մենք հայերս Ամերիկայում երկրորդ, երրորդ տեղում, ինչը չի նշանակում, որ դադարում ենք հայ լինել, դա նշանակում է, որ ամբողջի համար դու պիտի այո, քո ազատության մի մասը մի կողմ դնես։ Սա հայտնի օրենք է, որը գալիս է փիլիսոփայության, պատմությունից, պետության ձևավորումից։ Եթե դու ուզում ես պետություն, դու պիտի քո եսի մի մասը փոխանցես ընդհանուրին եւ հարգես այդ ընդհանուրը։ Այո, մենք ունենք մեծ խնդրեմ դրա հետ կապված, պետականությունը մեզ համար սիմվոլիկ արժեք է, բայց մենք մեր պետության համար անգամ փոքր բան պատրաստ չենք եղել անելու, մենք ասելով ես նկատում եմ հավաքական հային եւ ոչ թե առանձին մարդկանց։ Մենք մեծամասնությամբ ենք հայտնի եւ ոչ թե ամեն մեկս յուրաքանչյուրս կարող է բարի գործեր անել, բայց եթե օրինակ մեծամասնությունը դա չի կարևորի, ապա այդ քո անձնական բարի գործերը ջուրը կընկնեն, ինչը վատ չէ, թող ընկնի ջուրը, քո բարիությունը, բայց ազգային կերպարը դրանով չի հարստանում ցավոք սրտի եւ մենք անգամ փողոցային ամենօրյա երթևեկության օրինակով կամ մարդկանց քայլելու ձևից կարանք տեսնենք, որ զիջելու մշակույթը բացակայում է ընդհանրապես, այն ոչ թե հիմա է բացակայում համացանցի պատճառով կամ վատ լիդերների, այլ այդպես է եղել միշտ։ Մի ընտանիք կարող է շարվել ամբողջ փողոցով մեկ եւ քայլել այնպես, կարծես ուրիշները չկան։ Այսպիսի մոտեցմամբ չես կարող հասարակություն ունենալ։ Իսկ հասարակություն չունենալով պետություն չես կարող ունենալ։ Հիմա մենք ունենք այս երկու խնդրումը, ինչի ակտուալությունը ուղղակի տեսնում եք ակնհայտորեն, միշտ էլ եղել է։ Այո, Ամերիկայի օրինակով մինչ այդ սովետական միությունն է մեզ կարծես թե տեղավորել տուփի մեջ, վերևում գրելով սովետական միություն եւ սովետահայ, Սփյուռքում նույնը արվում է սփյուռքահայի ձևաչափով, հա բոլորս հայ ենք, բայց Սփյուռքում պետություն կա, Գերմանիա, Ֆրանսիա, Ամերիկա եւ քո ինքնությունը առաջի հերթին դա է, երթևեկությունը դա է, տեղավորի քո մեքենան ամերիկյան երթևեկության մոդելի մեջ։ Իսկ այստեղ հայկական երթևեկություն, հայկական բարքեր փող լրացնելու խնդիր է առաջանում եւ քանի որ դա նույն միմյանց չհանդուրժելու, միմյանց հանդեպ մրցակցելու եւ միմյանց արնետի տեղ դնելու մոտեցում է, մենք տեսնում ենք այն, որ միայն հերոսներն են մեզ օգնում։ Իսկ ամեն մեկս չի կարող ամեն րոպե հերոս լինել։ Մենք ուզում ենք հանգիստ ապրել։ Դա էլ է խնդիր։ Հետաքրքիր է, պետականության գիտակցությունը եւ ճանաչումը, թե ինչ է պետականությունը, ով է ձևավորում հասարակ ժողովրդի մոտ եւ ինչպես անենք, որ մեր ժողովրդի մոտ էլ է գիտակցությունը, թե ինչ արժեք է պետականությունը, պետությունը, ինչպես դա կարելի է ձևավորել, որովհետեւ կարծում եմ, որ դա օրախնդիր թեմա է այսօր մեզ համար։ Իհարկե չբարձենք ամբողջ պատասխանատվությունը առաջնորդների վրա, բայց այո առաջնորդները։ Եվ ես հիշում եմ Թուրքմենիստանը հետխորհրդային ժամանակահատվածում սկզբում, որն ուներ Թուրքմենբաշի առաջնորդ նախագահ, Թուրքմենբաշին գրել էր գիրք Ռուխնամա կոչված, այո, մեր ղեկավարները նույնպես գրքեր են գրել, բայց համատելով այնտեղ շատ պարզ ճշմարտություններ էին ասվում, օրինակ սիրելի թուրքմեն ժողովուրդ գրում է Թուրքմենբաշին, այո, դու մեծ ես, հին ես եւ հրաշալի, բայց դու մոռացել ես, որ պետք է օճառով ձեռքերդ լվալ։ Դու մոռացել ես, որ մարդկանց պետք է շնորհակալություն հայտնեն։ Ուրեմն հիշիր եւ արա, իսկ եթե չանես, կվրընդվես այստեղից։ Սա մեկ տուն է։ Ես կուզեի, որ մեր ղեկավարները հին եւ նոր այդ մոտեցումը ցուցաբերեին բարի եւ չար լինելու միասնական մոտեցում քաղաքացու հանդեպ։ Եթե բարի վերաբերմունքը չես ընկալում, չար վերաբերմունք կցուցաբերվի քո հանդեպ։ Եվ բայց սկսենք բարի մոտեցումներից, հոգատարություն է պետք։ Եվ մեր լիդերները պիտի հոգատար լինեին հասարակության հանդեպ։ Ես չեմ հիշում այդպիսի վերաբերմունք, ես հիշում եմ խիստ վերաբերմունք, ես հիշում եմ արհամարական վերաբերմունք, ես հիշում եմ հիմա ատելության վերաբերմունք, տեսնում եմ, բայց հոգատարություն, երբ որ ոչ թե մետրոյում շրջագայելով մարդկանց հետ դու պիտի շփվեիր իրենց հետ, այլ ուղղակի զուսպ, լուր նստի մետրո, դիտարկիր խնդիրները, որոնք մարդիկ ունեն
ճոճվող վագոնների օրինակով իրենց խոսակցությունները, ինչպես Արևելքում հիշում ենք 1001 գիշեր հեքիաթները, երբ որ падիշախը իջնում էր վատ շորերով ժողովրդի մեջ, որ իմանա ժողովուրդը ոնց ապրում։ Այ մենք ասիական մշակույթ ենք։ Մեզ պետք չէ հեծանվով շրջագայող վարչապետ փողոցներում։ Մեզ պետք է դերվիշ, որը որ փոքր պարզ խոսակցություններ լսելով կփորձի հասկանալ այս ժողովրդի խնդիրները եւ հետո լուծի այդ խնդիրները եւ ոչ թե սկսի վիճաբանել ժողովրդի հետ այդ խնդիրների վերաբերյալ։ Վիճաբանությունը ընդհանրապես չի օգնում, եթե դու պատրաստ չես ընդունելու այլ տեսակետ։ Եվ այո, մեր բոլոր իշխանությունները երբեք պատրաստ չէին եղել ընդունելու այլ տեսակետներ։ Սա էլ է խնդիր եղել։ Այո, մենք չենք գրել Ռուխնամա տիպի գիրք, որտեղ կսովորեցնեինք մարդկանց իսկապես հարգել միմյանց, ձեռքերը օճառով լվալ, մարդկանց շնորհակալություն հայտնել, պետությանը շնորհակալ լինել, մեր բանակի կենացը խմելով նաև իսկապես շնորհակալ լինել եւ աջակցել այդ ամեն ինչին եւ հետո այդ մասին պոստեր չդնել Facebook-ում, թե ինչ լավն եմ ես, որ օգնեցի, չէ, արա այդ բանը, որտեղ դու դա անում ես, որպեսզի վաղվա օրդ ունենաս։ Այս պարզ ճշմարտություններ, տեսեք, իրենք ընդհանրապես բնորոշում են փիլիսոփայող հին ժողովուրդներին, բայց ի զարմանալից, օրինակ, մենք լինելով հին ժողովուրդ եւ ունենալով փիլիսոփայություն, չունենք կենսափիլիսոփայություն։ Սա պարադոքս է։ Եվ այդ կենսափիլիսոփայությունը ինչպես ճիշտ ապրել եւ ինչպես վաղվա օրվա համար այսօր պատրաստ լինել, մենք չունենք։ Ինչպես ուրախ լինել ոչ թե նրանից, որ դու այդքան լավն ես, այլ կողքդ լավ մարդիկ կան։ Ես միշտ ասել եմ, որ էլի քրիստոնյա առաջի պետությունը լինելով մենք չունենք քրիստոնեականությանը հատուկ բաներ, օրինակ շնորհակալության օր, Thanksgiving, ինչպես կաթոլիկները ունեն, բայց մենք շատ բաների համար իսկապես շնորհակալ պիտի որ լինեինք։ Այսքան վատ պայմաններում գոյություն ունենալու համար։ Այն, որ ունենք ճոխ ուտելիքներ, երբ որ մեր սահմանների զգալի մասը փակ է, այն, որ մեզ ճանաչում է ամբողջ աշխարհը, մենք պիտի շնորհակալ լինեինք մեր հերոսներին ամեն օր եւ ոչ թե օրինակ, չգիտեմ, միայն բանակի օրը։ Եվ ոչ թե ցույց դնենք այդ, այլ համեստորեն մեր ընտանիքներում այդ ամեն ինչը հիշենք եւ հասկանանք եւ նպաստենք։ Ես կուզեի, որ մի մշակութային խումբ լիներ, մշակութային գիտական ոլորտի ներկայացուցիչների, հոգեվորականների, ովքեր որ առանց աշխատավարձի անկեղծորեն կուզենան ստեղծել մեր կենսափիլիսոփայության կանոնները այսօր պարզ, բայց որպեսզի նաև պետական իշխանության մարմինները հետո այդ կենսափիլիսոփայության միասին ապրելու արվեստի կանոնները նաև պահանջեն յուրաքանչյուր քաղաքացուց եւ օրինակ ծառայեն, որ այո, ես էլ եմ դա անում։ Էս է, որ շատ հաճելի կլիներ մեզ համար եւ պետք։ Իհարկե։ Այդ դուք խոսեցիք բարի եւ չարու այդ սահմանները լղոզելու մասին։ Այսօր Հայաստանում նաև կարծես հայկականության սահմանը հստակ չի, որն է հայկականը։ Ես դա կապում ինքնաճանաչողության հետ, որտեղ կարծում եմ մեր պարագայում ինքնաճանաչողությունը շատ կարևոր է եւ շատ խնդիրներ ի հայտ կբերի, որոնց լուծմամբ էլ հենց մտավորականները կսկսեն զբաղվել։ Այ որտեղ է ինքնաճանաչողության բանալին եւ դրա անհրաժեշտությունը կա ձեր կարծիքով այսօր։ Հա իհարկե եւ նորից պարադոքսներից մեկն այն է, ինչի մասին դուք ասացիք, մենք միջև հիմա չգիտենք, մենք որտեղ ենք, արևելք ենք, արևմուտք ենք, որտեղ ենք գնում, որտեղ չենք գնում եւ ես մեկ համատում եմ մեզ մի մարդու հետ, ով նստած է կանգառում եւ երկու ուղղությամբ կարող է ավտոբուս նստել, ավտոբուսները մոտենում են։ Մարդիկ նստում են, իսկ մենք մնում ենք կանգառում, ասելով ես եւ արևմուտք եմ, եւ արևելք եմ, ես եւ 24 ավտոբուսն եմ նստում, եւ մեկն եմ նստում, ավտոբուսներով մարդիկ տեղավորվում են եւ տեղափոխվում, իսկ մենք մնում ենք կանգառում եւ վերջի վերջո դառնում ենք վատ բառ է բոմժը, բայց այո, մեկը, ով որ կարծես թե ամենուր է, բայց ոչ մի տեղ է։ Եվ այդ ոչ միտեղ լինելով մենք գալիս ենք մի խնդրի, որը որ նոր է իրականում եւ նաեւ գիտության մեջ, եւ կոչվում է միայնակության խնդիրը։ Պետությունները միայնակ լինում են։ Միայնակությունը պետության այն է, երբ որ դու կարծես բոլորին ճանաչում ես եւ քեզ, բայց
չես կարող իրենց տուն գնալ, իրենց զանգել, իրենց հետ ինչ-որ բան անել, որովհետև չեն ուզում քեզ։ Դա քաղաքական խնդիր է թե մշակութային։ Սա շատ բարդ խնդիր է, որը սկսում է մարդու խնդրից, մարդ, որ իրեն դասել է ավելի բարձր, քան մյուսների կողմից չի ընդունվում այլևս, եւ գնում է դեպի պետություն, երբ որ պետական իշխանության մարմինները եւս իրենց դասելով ավելի բարձր, քան ժողովուրդը, օրինակ առողջապահության նախարարության ղեկավարները կոնկրետ բժիշկների եւ պացիենտների հետ այլևս չեն առնչվում, մտածելով, որ ամեն ինչ գիտեն։ Կառավարությունը սոցիոլոգների, քաղաքագետների, հոգեբանների հետ չի խորհրդակցում, որովհետեւ մտածում է ամեն ինչ գիտի եւ մեկուսանում է, դառնում է միայնակ, եւ երբ որ այդպիսի մարմիններից եւ բնակիչներից բաղկացած է պետությունն էլ հռչակելով իրեն որպես ավելի քան մյուսները առաջի քրիստոնեական պետություն, մի բան ճշմարտություն է, մեկ այլ բան այդ մասին անդադ խոսելը, որ մենք ավելին ենք, որ մենք եղել ենք, երբ որ մյուսները ծառերի վրա կապիկ էին եւ այլն, երբ որ դու այդպես ես քեզ մատուցում, իսկ քո դեսպանները մեծամասամբ գործ չեն անում արտերկրում, որպեսզի քո պետությունը եւ դրա շահերը առաջ տանեն եւ ցուցադրում են միայն մեկ օրինակ շոփինգի եւ երբ որ դու այդպես քեզ պահում ես տասնամյակներ շարունակ, երբ որ դու ամեն մեկին ասում ես, որ ունես ռեգիոնում ամենաուժեղ բանակը, բայց ինչով է դա չափելի, ոնց է դա իրականացվում, երբ որ դու ասում ես, որ ամենագեղեցիկ լանդշաֆտը ունես եւ բնությունը Հայաստանի, բայց ինքը ծառեր ես կտրում ամեն րոպե, վերջի դառնում ես միայնակ պետություն։ Քեզ այլևս ինչպես հեքիաթներում, մեր հայկական, ասում ես գայլերը եկան եւ երբ որ իսկապես եկան, ոչ ոք քեզ չհավատաց։ Բառից բուն իմաստով 20 թիվն եմ ասում։ Հասկանում։ Եվ ահա էս է խնդիրը։ Միայնակ պետությունը պետք է փոխվի, որպեսզի դառնա ոչ միայնակ։ Եվ փոխվելը զինանշան փոխելով չի։ Պարոն Աթանասյան, բայց մշակութային յուրահատկությունը արդյոք մենք չունենք։ Ես հիմա չեմ ասում դա մեծամտորեն, բայց ինձ թվում է, որ գտնվելով արևմուտքի եւ արևելքի խաչմերուկում, այնուամենայնիվ հայկական մշակույթը ունի այդ յուրահատկությունը։ Երևի թե այդ առումով կարծում եմ մենք շահել ենք, գուցե քաղաքականապես ոչ, երևի թե չենք կարողացել օգտվել այդ դիրքի առավելություններից, այդ ճանապարհի վրա լինելու, էլի խաչմերուկում լինելու առավելությունից, բայց մշակութապես գուցե կարողացել ենք։ Ինչ է կարծում։ Շատ լավ հարց է, վերջերս մի տրեյնինգում էի դասավանդում, որը կազմակերպել է եվրոպական չգովազդեմ հիմնադրամ եւ մենք հավաքել էինք շատ հետաքրքիր առաջադեմ հայ երիտասարդների աղջիկներ, տղաներ, որպեսզի սովորեն արևմտյան արժեքներ եւ ոչ միայն սովորեն, այլ նաեւ հիշեն, եթե մենք իսկապես արևմուտքի եւ արևելքի մեջտեղում ենք, ապա արևմտյան գիտությունը, քաղաքագիտությունը, սոցիոլոգիան իրենց համար նաև արժեքների հետ են առնչվում եւ ահա տեսանք նախաճաշին, որ բոլոր մեր երիտասարդները ժամանակակից կերպով հագնված, ինչպես Ամերիկայում է, Եվրոպայում է, բրենդային հագուստով, սովորելով եւ իմանալով բազում լեզուներ, նաեւ ժամանակակից գիտելիք ստանալով, նախաճաշում են առանձին, տղաները առանձին սեղանների մոտ են հավաքվել, աղջիկները առանձին, սա արևելք է։ Եվ նորից եկեք չփնովենք արևելքը ասելով արևմուտքը ավելի բարձր է։ Իհարկե այնքան իմաստություն կա արևելքում։ Իհարկե, եւ հակառակը չանենք, ասենք որ արևմուտքը վատն է եւ պիղծ է եւ անբարոյական է, իսկ արևելքն է ճիշտ։ Եկեք ընդունենք այն, որ մենք եւ ենք, բայց միգուցե վերցնենք ամեն մեկից միայն լավը, օրինակ արևելքի մեջ կա շատ լավ բան, որը մենք ասելով թե արևմտյան ենք, այլևս չենք անում, հարգանքը մեծերի հանդեպ։ Արևելքում է, որ եթե տղամարդը, որը տարեց է եւ տարիքով է եւ ավելի տարիքով է գոնե քան մյուսները, գոնե անգամ 1 տարով մտնում է, մյուսները վեր են կենում։ Որովհետեւ միանում է այդ մարդը իրենց թիմին եւ իրենք դրա համար հարգանք են ցուցադրում եւ բացատրում, ցույց տալիս, որ բարով եկար, վեր ես կենում։ Այդ պահին գոնե դադարում ես ծամել։ Արևմուտքում դա չկա եւ դու հա կարող ես ծամենով խոսել, ուտելիքը թափել քո վրա եւ այդպիսի շորերով հետո հանդես գալ, սա նորմալ է։ Բայց եկեք մենք հասկանանք, որ եթե մենք վերցնենք արևելքից, օրինակ վատ երաժշտություն եւ միացնենք դա Նիվայի մեջ եւ փողոցներով կամ Լադայի մեջ դա զրացնենք, իսկ արևմուտքից վերցնենք այն, որ կարելի է միմյանց չհարգել եւ թքած ունենալու արվեստը վերցնենք, ի դեպ արևմտյան մշակույթի մեջ դա համարվում է
ներքևի մակարդակը միմյանց արհամարելը հա դու չես կարող է փողոցներում միմյանց չես նայում եվրոպական պետություններում մասնակցություններում բայց դա չի նշանակում որ արհամարում ես Դե շատ հարգալից է միմյանց Չես ուզում խախտել իր դաշտը ինքնությունը մտնել իր դաշտը եւ սա է խնդրեմը իսկ մենք վերցրել ենք ամենավատը եւ արևելքից եւ արևմուտքից եւ որոշել ենք որ դա է խաչմերուկը դա խաչմերուկ չէ դա падվալ է որտեղ մենք մեզ փակել ենք եւ հա իսկապես տեսնում ենք վիզուալ իմաստով արևմտյան տեսակ որը մտածում է արևելյան ձևով, բայց նորից արևելյան ամենավատ բաներն ենք անում եւ արևմտյան ոչ ամենալավ բաներն ենք անում։ Մենք պաստորեն էլի միայնակության մեջ ենք հայտնվում, արևելքը տեսնելով մեզ միայն արտակնապես իրենց պես չի ընդունում, չի հավատում, իսկ արևելքին մենք արդեն ասեցինք, որ գնում ենք արևմուտք եւ արևելքը մեզ հրաժեշտ տվեց։ Այսպիսին ենք Հետաքրքիր հաղորդման եք մասնակցում դուք մի անգամ ինքնության մասին, այնտեղ դուք ասացիք, որ մեր ինքնության հիմքերն են ամուր։ Ես շատ համաձայն եմ ձեզ հետ այդ առումով, որովհետև երբ փորձում եմ ինչ-որ հայկական հետաքրքիր բաներ կամ իմ մեջ իմ հայկականությունը հաստատող ինչ-որ վերահաստատող, որտեղ պարբերաբար դրա կարիքը լինում է այս, չգիտեմ, այս բարձրագույն խոսակցությունների եւ արժեքների մերժման մեջ, երբեմն կարիք է լինում անպայման քո հայկականությունը ինչ-որ զգալ անպայման ու դու վերադառնում ես քո արմատներին։ Դու այն հազարամյա մշակույթին ես վերադառնում, այդ հիմքը կա իսկապես, բայց այն ինչ որ դրա վրա կառուցված ինչ որ անհասկանալի բան է։ Հիմա մենք ինչ պետք է անենք, պետք է դա քանդենք, իսկական հայկականը կառուցենք, որ մեզ բնորոշ է։ Թե նախ մեզ փոխենք, նոր փորձենք կառուցել, չգիտեմ ոնց պետք է անենք, որ դառնանք հայկական պետություն, պետականություն։ Երևի գնանք էլի արևելյան մոտեցմամբ, քչից դեպի շատը ջուրը քար է տաշում մոտեցմամբ, ամեն մեկը պիտի վերահսկենք գոնե մեզ, եւ այն մեր միջավայրը, որում գտնվում ենք, վերահսկելը լավ է։ Գիտեք, հայը սիրում է իշխանություն։ Իսկ վերահսկումը իշխանություն է։ Արի փորձի քո իշխանության հանդեպ տենչը, որը նաև շատ հաճախ հիվանդագին տենչ է, հասկսի դրանից, որ դու տեսնում ես միջավայրում տված պահվածք, մարդկանց սկսի այն փոխել, վերահսկել։ Իշխանություն քեզ կլինի։ Սկսի քիչ իշխանությունից։ Եվ թատրոն գնում ենք թատրոններ, մենք ձեզ հետ եւ միշտ ես համոզված եմ, որ մեկի հեռախոսը անպայման կզանգի կամ համերգի ժամանակ։ Այդ երբ որ դու ուզում ես իշխանություն պատտվի եւ ասա նայի, եթե եւս մի անգամ զանգեց, եւ եթե ամեն մեկը դա անի, եւ եթե թատրոնը սկսելուն պես քեզ ուշացնեն, որ այստեղ աշխատակիցը գալու է, երբ որ քո հեռախոսը կզանգի եւ քեզ կվերցնի եւ դուրս կհանի դահլիճից, ապա սա այն վերահսկողությունն է, որը որ այո, միգուցե հարգալից չէ քո հանդեպ, բայց մեկ անգամ եւ դու կփոխվես եւ մյուսների հանդեպ քո վերաբերմունքը կփոխվի։ Այսինքն իշխանությունը սկսում է ներքևից, անպայման չէ, որ լիդերը լինի վերևում։ Եվ այդ միկրոմակարդակի լիդերությունը, որը որ Ամերիկան կառուցեց, այն էր, որ դու քո տարածքի համար պատասխանատու ես։ Նաև բնական աշխարհում է այդպես կենթանական աշխարհում քո արեալն է որտեղ դու ես եւ պատասխանատու ես։ Հա, իհարկե մենք ունենք միգրացիան ինչ է այդ իմաստով մշակութային, տնտեսական իմաստով պարզ է, մարդ ուզում է ավելի լավ կյանք եւ փորձում է այդ լավ կյանքը գտնել։ Որտեղ հաց այնտեղ կաց է անում, ընդունենք որ դա փաստ է։ Չասենք որ սա վատ բան է, չէ, հայ ժողովրդի զգալի մասը այդպես է մտածում, սա փաստ է։ Այդպիսի մարդկանց հետ դժվար է իսկապես ուժեղ սեփական պետություն կառուցել, իսկապես, եւ ընդունենք նաեւ այն, որ հայաստանցիների մի մասը իսկապես պետականամետ չի։ Ընդունենք սա։ Նաեւ այս զգալի քննություններում զգալի հատված քվեարկելու է ոչ թե այն պատճառով, որ գտնում է, որ պետությանն է դա լավ, այլ որ իրեն է դա լավ, անձամբ։ Այդպես պետություն չեն ունենում։ Եվ այդ տեսանկյունից այո միկրոմակարդակի լիդերությունը այն է, որ ամեն մեկը փորձում է կարգի բերել այն միջավայրը, այն բակը, այն շենքը, որտեղ ապրում է։ Էլի ընդունենք այն հանգամանքը, որ ամեն մի հայաստանցի չէ, որ այդպես է անում եւ մտածում եւ ավելին անում է հակառակը։ Հիմա եկանք եւ հասանք նրան, թե ինչու ունենք մեծ խնդիրներ, որովհետեւ ունենք բազում չլուծված փոքր խնդիրներ եւ ընդունել ենք դրանք։ Համակերպել ենք։ Շատ հետաքրքիր բան ձեզ ասեմ, ըստ էության անգամ մեր փիլիսոփայական մտքում
Մենք շատ բան ընդօրինակել ենք եւ մեր հայ փիլիսոփաների մի մասը, օրինակ, հին հունական ավանդույթի շարունակողներն են, մյուսները եվրոպական մշակույթի։ Ես վախենամ, որ երևի այդ թարգմանչած դպրոց կոչվածը, երբ որ մենք թարգմանում ենք ուրիշներին, իսկ այսօր նաև օգտվելով արհեստական բանականությունից վերցնում ենք ուրիշների միտքը եւ ներկայացնում որպես սեփականը, նաև միգուցե մեր առօրյա կենցաղային մշակույթի մտածողության մի մասն է, դա օրինակ բան է, բայց հիշում են շատերը մեր առաջի սահմանադրությունը նոր անկախության փուլում ֆրանսիականից է վերցված եղել եւ իսկ այսօր մենք փորձում ենք գնալ դեպի Եվրոպա եւ դուր գալ եվրոպացիներին։ Պրոբլեմն այն է, որ սովետական միության ժամանակ, եթե հիշենք սովետական հայկական երգերը էստրադային, նրանք հնչում էին, նրանք հայերեն էին, բայց հնչում էին ինչպես ռուսական։ Հայերենը փոխված էր, փոխված էր ակցենտով էր եւ կամ այսինքն մենք փորձել ենք դուր գալ միշտ ինչու միգուցե որովհետեւ պատմության մեջ պետականություն չենք ունեցել եւ ստրուկի մտածողություն է ձևավորվել արի ստրուկի պես լինեմ որպեսզի չպատժվեմ բայց եթե դու ստրուկի մտածողություն շարունակում ես ունենալ ելի չես ունենա պետություն եւ հա ինչ պետք է անել պիտի սկսենք հասունանալ այդ ինֆանտիլ մանկամտային մտածողությունը մանկամիտ մի կողմ դնենք եւ փորձենք ամեն մեկս չափել մեր կարողությունները հա մեզ իսկապես պետք է իրականության մեջ կենտրոնանալ իրականության վրա բայց այդ իրականությունը պետքա մեր իրականությունը լինի եւ ոչ թե ուրիշներին դուր եկող ինձ թվում է սա է ամենամեծ թերությունը պաշտոնական քաղաքականության իրական Հայաստան պրոյեկտի այո Հայաստանը պիտի իրական լինի բայց իրական մեզ համար եւ մեր օգտին եւ ոչ թե իրական մյուսների օգտին հասկանում եմ ինչ եք ասում այօնակ երբ խոսացիք ստրուկի մտածողությունից ես հիշեցի որ Սպարտայում շատ կարևորում էին կնոջ դերը եւ մտածում եմ որպես իսկական ռազմիկ դաստիարակյան կինը պետք է ունենա այդ կամային հատկանիշները որպես իսկական ռազմիկ դաստիարակի եւ կապելով դա հերոսի հետ օրինակ մենք միշտ մտածում ենք որ հերոսը պետք է թղամարդ լինի այն դեպս իմ ընկալումը այդպեսին է արդյոք պետք չի տարանջատել եւ ունենալ թղամարդու կողքին կին հերոսներ ես նկատի չունեմ այն պատերազմի այլ ընդհանուր ավելի լայն հասկացությունը որպես հերոս ունենալ նաեւ կնոջը որպես հերոս եւ այդ կնոջը նայելով գուցե հայկինն էլ ինչ որ հերոսականություն ունենա հայկականություն ունենա եւ դա կիրառի նաեւ երեխայի դաստիարակության մեջ որն հասարակության անդամ է այո եւ մենք ունենք շատ լավ եւ վատ օրինակներ ամենայն հարգանքով կանանց հանդեպ մոտ եւ աղջիկների ովքեր այսօր օրինակ բազում հետազոտություններ մեզ մոտ ցույց են տալիս որ ավագ դպրոցների աշակերտների մեջ աղջիկների մոտ ցանկությունը ծառայել բանակում ոչ թե ծառայել որպես ծառա այս հարցնել ենք փչացրել մենք ծառայությունը մատուցել ենք որպես ծառա լինելու ֆունկցիա եւ դրանով վարկաբեկել ենք եւ շտապ օգնության աշխատակիցների աշխատանքը եւ հրշեջ ծառայության եւ ոստիկանության ծառայության եւ զին ծառայողների ասելով զգալով մեզ ավելի բարձր այդ մարդկանցից կարծես թե մինչդեռ քեզ ծառայողը պետությանը ծառայողը քեզնից բարձր է սա էլ է մեր կառավարման խնդրեմը եղել բոլոր տարիներին երբ որ զինծառայողը զինվորականը բժիշկը եւ մտավորականները չեն դասվել ավելի բարձր քան մյուսները օրինակ առևտրականները եւ սա Իսրայելի ձևավորման հիմնական մոտեցումներից մեկն է Իսրայելում պետք է ամենաբարձր կարգավիճակն ունենային այդ երեք մասնագետները ըստ Գոլդա Մեյերի մասնավորապես բժիշկներ, զինծառայողներ եւ ուսուցիչներ եւ ոչ թե իրավաբաններ կներեք իհարկե եւ ոչ թե առևտրականներ անհրաժեշտ մասնագիտություններ են բայց իրենցից է բաղկացած մեր իշխանությունը եւ մենք տեսնում ենք ինչ է լինում երբ որ մարդ վաճառելու եւ գնելու տրամաբանություն ունի, նա նաեւ իր հողերին է այդպես վերաբերում, իր պետության, իր ժողովրդին։ Հա, 1000 հոգի ավել պակաս բնակչության մեջ կամ այսքան կիլոմետր քառակուսի տանկ առնենք։ Ես օրինակն էի բերում, որ անգամ մեր գիտական մանկավարժական process-ում մեր ուսանողների եւ դասախոսների մի մասը այդպես է խոսում առևտրականի մտածողության, որ դաս տալ քննություն վերցնել, այսինքն այդ առևտրականը մեր մեջ
պետականությանը չի նպաստում եւ մենք պետք է նաեւ մեր միջի եսը փոխենք այն դարձնելով այլ տիպի էության մարդ հա ես է խնդիրը խնդիրն է կնոջ մասին ենք խոսում եւ երկու դեպք մեկը կին հերոսներ եւ մյուսը կանայք ովքեր սպառող են սպառողական մշակույթի ներկայացուցիչ են եւ իրենց երեխաներին են այդպես սովորեցնում սպառել շատ կանանց համար իրենց երեխաների հանդեպ հոգատարությունը իրենց բթելու մեջ է ուտացնելու ես չգիտեի դեպ որ երեխա բառը երախ բառից է եւ իսկապես ես ինձ ասացին մասնագետները եւ եթե երախ բառից է ապա հակիմն է որոշել երեխային երախ բառից անվանել որովհետեւ կերակրել է եւ այդպես մտածելով մենք այո չենք ստեղծում երեխայի մեջ մարզված ժամանակակից պոզիտիվ խելացի էակ այլ ստեղծում ենք ուտող հետո ուտող խմող հետո ուտող խմող առևտուրանող, ուրախացող, զվարճացող, սպառող մեկին մեր կանանց զգալի մասը այդպիսի մտածողություն ունի եւ այդպես է մտածում նաեւ իրենց երեխաների ու ամուսինների մասին ամուսնուն էլ է դիտարկում որպես մեծ երեխա, խոշոր, ում պետք է ավելի շատ ուտացնել տատիկները թորնիկներին վերաբերում են որպես օբյեկտի ում պետք է ուտացնեն, ահա տատիկ կիրակի օր տոլմա այդ շարքն է, գնամ տատիկի մոտ ուտեմ։ Այս է վիճակը, այլ ֆունկցիա կարծես չունի, բայց իմաստուն տարիքով կինը մեծ ռեսուրս է բոլոր պետություններում, մեծ, ինքը իմաստություն է տարածում, ինքը սովորեցնում է խորհուրդ է տալիս եւ ոգևորում է եւ աղջիկներին ասում է մի վախեցեք մեծանալուց, դուք էլի սիրուն եք լինելու, առողջ եք լինելու, պոզիտիվ եւ հարգված։ Մեր կանայք տարեցասակում ցավոք չեն կարող այդ օրինակը ցուցադրել, որովհետեւ նաեւ հասարակությունը չի ակնկալում, որ տարիքով կինը պետք է գեղեցիկ մարզված եւ խնամված լինի, այլ պետք է լինի կարծես կծորդը ընտանիքի խոհանոցի։ Լիքը գործ ունենք անելու մեր հասարակության մեջ։ Համաձայն եմ։ Պարոն Աթանասյան, չի կարող որպես սոցիոլոգից այդ հարցը չտալ, որովհետև ինձ միշտ մտահոգել է այդ հարցը, օրինակ 20 թվականից առաջ թշնամին որքանով էր օգտվում սոցիոլոգիայի դրած հնարավորություններից եւ դա տեսանելի էր ճանաչելու մեր հասարակությունը, որպեսզի 20 թվականին այդ գործողությունները սկսի։ Նո երևի օգտվել է կամ չի օգտվել, դժվար է ասել, բայց մենք օգտվել ենք իրենց մաս մեդիայից, ցավոք սրտի, եւ մեր մտածողության մեջ մեր իսկ մասին ամրապնդվել է քիչ թե շատ ադրբեջանական տեսանկյուն, սա տեղեկատվական պատերազմի մեթոդներից է անել այնպես, որպեսզի հակառակորդը սկսի քեզնից օգտվել եւ քեզնից իմանալ իր իսկ մասին։ Սա գիտեք ինչի հետևանք է, երբ որ ինքներս մեզ խաբում ենք։ Որքան շատ ասենք, որ հաղթում ենք, այնքան շատ հայաստանցին կօգտվի ադրբեջանցիների մեդիաներից եւ այնքան շատ կմոռանա իր եսը։ Այս տեղի ունեցավ պատերազմից առաջ եւ հետո մինչեւ այսօր շատ-շատերը նայում են թե օրինակ Արցախում ադրբեջանական իշխանությունները ինչեր են կառուցում եւ ճակերտների մեջ եւ ձևավորվում է մտածողություն Ադրբեջանի կողմից է ձևավորվում մեր մեջ մտածողություն, որ իրենք ավելի լավ են տիրություն անում մեր հողին եւ երկրին։ Սա քաղաքական տեղեկատվական աշխատանք է, որը որ պատերազմը ավարտված չէ։ Եվ այն շարունակվում է բոլոր այլ ֆրոնտներով հիմա։ Այն որ սահմանագծում որևէ մեկ չի սպանվում, չի նշանակում պատերազմ չկա, ինչպես իշխող մարմիններն են մեկ-մեկ ներկայացնում, չէ, տեղեկատվական համակարգում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է եւ մեր մեջ ամրապնդվում են ադրբեջանամետ դիրքորոշումներ, բացվեց այգի, կառուցվեց այերոպորտ, Արցախում շենքեր են կառուցվում, մշակութային իրադարձություններ են տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք հաջողում են այդ ոլորտում ելնի։ Սա ռազմավարական մոտեցում է, որը որ ճիշտ է եւ էֆեկտիվ է իրենց համար։ Եվ այս տեսանկյունից սոցիոլոգիան Հայաստանում միշտ եղել է ավելի առաջադեմ, քան
շատ հետխորհրդային երկրներում, ի դեպ, որովհետև սոցիոլոգիայի զարգացման համար պետք է ազատ լինես, իսկ Հայաստանը միշտ ավելի ազատ էր, քան Ադրբեջանը, հիմա էլ։ Ադրբեջանում սոցիոլոգները հայտնի չեն կամ ծառայում են այս իշխանություններին, որը որ անփոփոխ է այս բոլոր տարիներին, տասնամյակներին։ Այդպես սոցիոլոգիան չի զարգանում։ Ադրբեջանական սոցիոլոգիան հայտնի է միգուցե միայն իրենց հասարակության որոշակի շերտերին։ Մինչդեռ պեր սոցիոլոգիան էֆեկտիվ է, այն օբյեկտիվ է, այն ազնիվ է եւ այն ժամանակակից է։ Չի բացառվում, այո, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ ընկալումների մասին իմանալու համար օգտվել են հայաստանցի սոցիոլոգներից եւ հայկական ծառայություններից։ Դա լավ է, որովհետեւ մեզնից պետք է օգտվեն, որպեսզի մենք կարողանանք ներազդել։ Ես կարծում եմ մենք ներազդել ենք, որովհետեւ գոյություն ունի մասնագիտական էթիկա, չվնասելու սկզբունք, եւ մասնագետը ինչպես բժիշկը, այնպես էլ սոցիոլոգը փորձում է իր պրոգնոզներով ծառայել հայրենիքին առաջի հերթին։ Ճիշտ պատկեր ներկայացնելով։ Իհարկե, ծառայել մեզ, ծառայել հայրենիքին, բայց բոլոր այս հետ անկախության տարիներին ցավոք սրտի մեր իշխանությունները փորձել են դիստանցավորվել խելացի մարդկանցից իրականում։ Ես չեմ ասում, որ բոլոր սոցիոլոգները խելացի են եւ բոլոր իշխանավորները վատն են, բայց այդ դիստանցիան պայմանավորված էր նրանով, որ երևի թե առաջի հերթին իշխանությունը կուրացնում է եւ երբ որ դու այն ստանում ես, դու մտածում ես, որ վերջ արդեն։ Շատ այդպիսի մարզիկներ կան սպորտում, ովքեր ստանալով մեդալ ավելի վատ են սկսում պարապել եւ պատրաստվել մյուս մրցումներին։ Սա վատ մարզիկ է։ Եվ այդպես մտածող իշխանությունը նույնպես վատ իշխանություն է, որ աստղային հիվանդությամբ է սկսում տարվել։ Նորից եմ ասում, գիտնականը սպասարկող չի։ Եվ գիտությունը սպասարկման համար չէ, այն ստեղծվել է ավելի շուտ, քան պետությունները։ Գիտությունը ստեղծվել է ավելի շուտ, մաթեմատիկան, փիլիսոփայությունը եւ այլն։ Եվ պետությունն է մեզ սպասարկում, եւ ոչ թե մենք պետությանը։ Պետությունը ստեղծել են մարդիկ, որպեսզի այն օգնի բոլորիս պաշտպանված լինելու, միասին լինելու։ Եվ այդ իմաստով առաջինը ինչ պիտի անի քաղաքական գործիչը, որպեսզի իր ընտրություններին գա ոչ թե 30%, 25%, բնակչության այլ 80-90, պիտի հասկանա, որ ինքն է ծառայում մեզ եւ ոչ թե մենք իրեն։ Եվ այդ ծառայությունը ամենօրյա է։ Ձմռանը, ամռանը, գարնանը ձյուն է գալիս, դու ծառայում ես, շոկ է, ծառերը չորանում են, դու ես ջրում նրանց, որովհետև մենք դրա համար ենք պետություն ստեղծել։ Իսկ մենք ծառայում ենք պետությանը։ Սա է տրամաբանությունը։ Պարոն Աթանեսյան, վերջում ձեզ մի քանի բլից հարցեր ունեմ տալու։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Դետեկտիվ երևի, բայց մելոդրամայի տարերիչներով, այո։ Եվ լավ երաժշտությամբ։ Հա, դա անպայման է կարծում եմ։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ-որ բաներ կփոխեիք։ Հա, երևի թե ավելի շատ սպորտով կզբաղվեի, ավելի շատ կփորձեի բնության մեջ լինել։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Հիշեմ, կար մի փուլ, երբ որ ամեն տարի գնում էինք ընկերներով, որպեսզի ոնց որ ասում ապրեցնենք, այն իմաստով, որ ես հիշում եմ, որ օրինակ Շուշիում մեկ հյուրանոց կար, որը որ դպրոցի շենքում էր, հետո երկրորդը կառուցվեց, երրորդը եւ չորրորդը, եւ մենք ընկերներով ունեինք սկզբունք գնալու եւ լինելու Արցախում, եւ որպեսզի մարդկանց հետ շփվենք եւ իրենք տեսնեն, որ շատանում են ամեն տարի, բայց հետո դադարեցվեց եւ կոവിഡից հետո չեմ եղել բնականաբար, միջև կոവിഡ്, միջև պատերազմ պետք է հիշել երևի 18 թվին կարծեմ։ Ինչ ասել եք ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Չէ, գեղեցկությունը ունիվերսալ կատեգորիա է, չեմ ուզում կպցնել հայկական ձևը։ Հայաստան 2030, ինչպեսին կլինի այն ձեր կարծիքով։ Ես վախենամ 2030-ը չի լինի, եթե այդպես շարունակվի ամեն ինչը, բայց իդեպ Ղազախները եւ Նազարբաևը ունեին պրոյեկտ 8.5 կոչվածը 2030,
8.5, որ միջև այդ փուլը Ղազախստանը պիտի ունենար X քանակությամբ նոր քաղաքներ, այսքան նոր դպրոցներ, այսքան բաներ։ Երբ որ ես այդ պրոյեկտը տեսա, լսեցի Ղազախստանում, ափսոսացի, որ մենք նման նպատակ չդրեցինք, 8.5-ի նպատակը։ Ես չգիտեմ ինչպիսին Հայաստանը լինելու 2020-30 թվին, բայց ես գիտեմ, որ այստեղ եմ լինելու։ Կարծում բոլորս ենք այստեղ լինելու, հուսով եմ, որ լավ փոփոխություններ կլինեն այնուամենայնիվ։ Լավատես լինենք։ Շնորհակալ եմ, պարոն Աթանասյան, հետաքրքիր էր շատ։ Ես շնորհակալ։